Արդյոք պետք է պատժել երեխաներին եւ ճիշտ պատիժը ինչպիսին է ձեր պատկերացմամբ։ Ասեմ, որն է սխալ պատիժ։ Սխալ պատիժը սիրոց զրկել։ Եվ դա մեր ծնողների շատ սովորական ձևն է, նրանք արտաքուստ ցուցաբերում են անտարբերություն երեխայի նկատմամբ, երբ որ երեխային պատժել են ցանկանում։ Թաքցնում են իրենց սերը։ Սիրո պայմանականությունը ամենադաժան բանն է, որ մարդու գլխին կարելի է բերել, որովհետև հետո իրենք էլ մարդիկ է սովորում այդ նույն պայմանականությամբ վերաբերվել իրենց կողմից սիրված մարդկանց եւ կործանում են այդ սերը։ Իրական սերը պայմանական չէ, բացարձակ է։ Ես սիրում եմ ամեն դեպքում։ Այդ դեպքում երեխան բացարձակ երջանիկ է։ Եվ այդ դեպքում իրեն պատժելը միշտ պետք է լինի ընդհանուր պատիժ։ Ծնողը պատժելով երեխային պետք է ինքն էլ տառապի։ Օրինակ, մենք ուզում ենք գնալ ընկերներիս մոտ, դու պետք է դանդեր տնային։ Դու ես ուզում ես խաղալ քո ընկերների հետ, մենք էլ մեր ընկերների հետ, բայց բոլորս չենք գնում քո պատճառով։ Դու պետք է անես տնային։ Բոլորիս ենք պատժում։ Բոլորիս է վատ է, դա ճիշտ պատիժ է։ Ոչ թե մենք գնանք դու մնա, որտեղ մենք գնանք դու մնա, նշանակում է դու պատժված ես, մեզ համար միևնույն է, որ դու տառապելու ես, իսկ մենք գնում ենք ուրախանալ։ Ծնողը իրավունք չունի ուրախանալ, երբ որ երեխան տառապի, երեխայի տառապի։ Երեխան պետք է հասկանա, որ նա ցավ է պատճառել ծնողին։ Եվ չի կարելի պատժել սխալների համար։ Կարելի է պատժել գիտակցված քայլերի համար, որոնք երեխան արել է խախտելով կանոններ, կամ երեխայի համար բացահայտ բարոյական կանոն, ստելու, գողանալու կամ նման բանի համար, բայց երբեք ոչ սխալի համար։ Ասենք աբսենտանում էր, շեղվեց, ձեռքից աբսեն ընկավ, փշրվեց։ Հիմա երեխա է, փոքր է, լինում է նման բան։ Մենք էլ ենք հաճախ մի բան կոտրում։ Հայրիկը դրանից մի ամիս առաջ իր մեղքով վթար էր եղել։ Ոչ մի պատիժ չպետք է լինի։ Մենք երեխային ուղղակի ասենք, որ քո միակ պատիժը հետևանքի հետ գործ ունենալն է։ Հիմա վերցնում ես, շորը կարգ ես բերում, որտեվ ինչ որ բան թափվել է հատակի, մի բան փչացել է, հայրիկդ, մայրիկդ մի քիչ ավելի ջանք գործադրեն, մի ժամ ավելի կաշխատեն, որ այդ գումարը վաստակեն, որ այդ ափսեն գնեն, որ մենք նորից այն ունենա։ Դրա մասին կարելի երեխայի հետ խոսել, հետևանքների մասին, ինչ եղավ դրա արդյունքում, որպեսզի նա գիտակցի, որ ուշադիր լինի, բայց պատժել իհարկե ոչ։